Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ մեդիա հաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես այսօր կանրադառնանք երկու հանգամանքի, որոնցից առաջինը վերաբերում է ՔՊ-ի պատկերացումներին ժողովրդավարության եւ խոսքի ազատության մասին, մյուսը ադրբեջանցիների տեղաշարժից, որի մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ։ Հավանաբար շատերը կհիշեն, որ ժամանակին ունեինք Հովիկ Հովեյան անունով մշակույթի նախարար, որը նաև գրող էր, եթե չեմ սխալվում, բանաստեղծ։ Նախարար եղած ժամանակ Հովիկ Հովեյանը որդու հետ ատրճանակով մտավ հեծ եւ այնտեղ ինչ-որ վիճաբանություն սկսվեց հեծի աշխատակիցների հետ միայն այն պատճառով, որ նրանց տան լույսերը անջատվել էին։ Երբ այդ միջադեպի հետ կապված լրագրողները դիմեցին այն ժամանակ այսօր արդեն երջանկահիշատակ գրողների միության նախագահ Լևոն Անանյանին, նա շատ դիպուկ պատասխան տվեց, ասաց մինչև նախարար նշանակվելը Հովիկ Հովեյանը մտավորական էր։ Մինչև ՔՊ-ական падգամավոր դառնալը Անդրանիկ Քոչարյանը իր պահվածքով բավականին համեստ էր։ Իհարկե, նա կարող էր եւ համեստ չլիներ, եթե հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո այն ժամանակ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարգեր նրա խնդրանքը եւ նրան նշանակեր իր երազած պաշտոնում, այն է, որքան հիշում եմ, պաշտպանության նախարար։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը մերժեց այդ խնդրանքը եւ Անդրանիկ Քոչարյանը ստիպված էր վարել բավականին ոչ աչքի ընկնող կյանք։ Քաղաքական գործունեությամբ առանձնապես աչքի չէր ընկնում եւ բնականաբար նրա կարծիքը ոչ ոք չէր հարցնում։ Իսկ այսօր Անդրանիկ Քոչարյանը հանդիսանում է Պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահը։ Հետևաբար, երբ լրագրողը նրան մոտենում է հարցնելու նրա կարծիքը այս կամ այն իրադարձության հետ կապված, ապա ոչ թե ուզում է իմանալ Անդրանիկ Քոչարյանի անձի կարծիքը, որովհետև Անդրանիկ Քոչարյանի անձի կարծիքը, ելի եմ շեշտում, ոչ ոքի չի հետաքրքրում։ Լրագրողը ցանկանում է իմանալ Պաշտպանության հանձնաժողովի նախագահի կարծիքը։ Սակայն զարմանալիորեն Անդրանիկ Քոչարյանը չի կիսում Նիկոլ Փաշինյանի այն մոտեցումը, որ Հայաստանում հաստատված է ժողովրդավարություն, խոսքի ազատություն, մարդու իրավունքները պաշտպանված են եւ այլն եւ այլն։ Հատկանշական է, որ Անդրանիկ Քոչարյանը նման պահվածք է ցուցաբերում այն օրերին, երբ Հայաստանում է գտնվում եվրոպական գրեթե ողջ քաղաքական ղեկավարությունը։ Իդեպ երեք տեղի ունեցավ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Ինչ է նշանակում եվրոպական քաղաքական գագաթնաժողով։ Առաջին հերթին դա արևմտյան քաղաքական արժեքային համակարգն է, որի բաղկացուցիչ մասերից են ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը եւ մարդու իրավունքները։ Այսինքն ըստ արևմտյան արժեքների դրանք ավելի շուտ ըստ արևմտյան քաղաքական գաղափարախոսության դրանք բացարձակ արժեքներ են։ Եվ այն նույն ժամանակահատվածում, երբ Հայաստանի իշխանությունները ներկայանում են որպես ժողովրդավարության բաստիոն, ներկայանում են որպես մի իշխանություն, որի համար խոսքի ազատությունը եւ մարդու իրավունքները արժեք են, Անդրանիկ Քոչարյանը խտրականություն է դնում լրատվամիջոցների միջև։ Այսօր Մեդիա հաբի լրագրողը մոտիկացավ Անդրանիկ Քոչարյանին, որպեսզի նրան հարց ուղղի կապված գագաթնաժողովի հետ։ Եվ Անդրանիկ Քոչարյանը փոխանակ պատասխանի լրագրողի հարցին, առաջին հերթին հարցրեց, թե որ լրատվամիջոցն է, եւ երբ իմացավ, որ լրագրողը ներկայացնում է Մեդիա հաբը, Անդրանիկ Քոչարյանը նետեց արհամարանքով ոչ
եւ քայլեց առաջ։ Այսինքն Անդրանիկ Քոչարյանի համար խնդիրը ոչ թե հարցն էր, որովհետեւ հարցը լրիվ նորմալ քաղաքական համատեքստում վերաբերող գագաթնաժողովին հարց էր, այլ Անդրանիկ Քոչարյանի համար խնդիրը լրատվամիջոցն էր։ Այսինքն այդ անձը խտրականություն է դնում լրատվամիջոցների միջև, այսինքն այդ անձի համար ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը որևէ արժեք չունեն։ Նա պատրաստ է պատասխանել միայն այն լրատվամիջոցների հարցերին, որոնք իր տրամաբանությամբ երբևէ որևէ թթու խոսք չեն ասել իշխանության հասցեին։ Որ ընկերությունը ոչ Գագաթնաժողովի Լրատվամիջոցի գործունեության հիմքում առաջին հերթին այն է, որ ոչ թե պետք է փառաբանի իշխանություններին, այլ վերհանի նաև արկա խնդիրները։ Մեդիահաբը մշտապես գործել է այդ սկզբունքով։ Իդեպ Մեդիահաբի համար երբեք քննադատությունը չի եղել ինքնանպատակ։ Մեդիահաբը մշտապես վեր է բարձրացրել արկա խնդիրները, մշտապես հանրությանը իրազեկել է այդ խնդիրների մասին։ Եվ եթե Անդրանիկ Քոչարյանը գտնում է, որ պետք է խնդիրները լռության մատնվեն, ուրեմն այդ մարդու պատկերացմամբ Հայաստանում իրոք կան խնդիրներ, սակայն նա ամաչում է, որ ինքը ներկայացնում է այն իշխանությունը, որը ստեղծել է այդ խնդիրները։ Հարգելի հետևորդներ, Անդրանիկ Քոչարյանը պարզապես հարվածեց Նիկոլ Փաշինյանին թիկունքից։ Երբ Նիկոլ Փաշինյանը իր եվրոպացի գործընկերներին ներկայացնում է, որ Հայաստանում խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը հաստատված արժեքներ են եւ Հայաստանը գնում է այդ արժեքների խորացման ճանապարհով, Անդրանիկ Քոչարյանը իր պահվածքով պարզապես թիկունքից հարվածեց Նիկոլ Փաշինյանին։ Կարծում եմ Նիկոլ Փաշինյանը պետք է հետևություններ անի Անդրանիկ Քոչարյանի գործունեությունից եւ հարց տա ինքն իրեն, արդյոք նրան պետք է այնպիսի մի պաշտոնյա, որը լավ մի կողմ թողնենք, որ ժամանակին աղերսագրով դիմել էր Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի նրան պաշտոնի նշանակի, դա անցյալ է, անցյալին չանդրադառնանք։ Նիկոլ Փաշինյանը ինքն իրեն պետք է հարց տա, արդյոք իրեն պետք է այնպիսի մի պաշտոնյա, որը գրեթե ամեն մի քայլափոխին հերքում է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված արժեքները, Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված ձեռքբերումները։ Այսինքն Անդրանիկ Քոչարյանը իր վարքով եւ իր գործունեությամբ ամբողջ եվրոպացիներին ցույց է տալիս, որ հարգելի եվրոպացիներ, այն ինչ դուք այսօր ասում եք Հայաստանում, այն ինչի համար դուք եկել եք, այն ձեր բոլոր ելույթները, այն ձեր բոլոր գովեստները ուղղված Նիկոլ Փաշինյանի հասցեին, դրանք իրականությանը չեն համապատասխանում, որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանությունում կան մարդիկ, որոնց համար կարևոր չէ թե ինչ հարց է հնչեցվում, կարևորը թե որ լրատվամիջոցն է այդ հարցը հնչեցնում։ Կարծում եմ Նիկոլ Փաշինյանը կանի հետևություններ եւ կարծում եմ ճիշտ կլինի, որպեսզի Անդրանիկ Քոչարյանը կրկին վերադառնա իր նախկին համեստ կյանքին, երբ նրանից ոչ ոք որևէ կարծիք չէր հարցնում։ Եթե վաղը ԿՊ-ն հեռանա իշխանությունից կամ Անդրանիկ Քոչարյանը պաշտոնանկ արվի, ապա կրկին նրա կարծիքը որևէ լրագրող այլևս երբեք չի հարցնելու, որովհետև Անդրանիկ Քոչարյանի կարծիքը այս երկրում որևէ մեկին չի հետաքրքրում։ Լրագրողը պարզապես ուզում էր իմանալ Պաշտպանության հանձնաժողովի նախագահի կարծիքը կապված գագաթնաժողովի հետ։ Անդրանիկ Քոչարյանի մասին թերևս այսքանը, իդեպ ես երբևէ չէի ցանկանա այսպես անձնավորված սկսել հաղորդումը, սակայն սա եւս խնդիր է, որը պետք է բարձրաձայնվի։ Եվս հարց է, որի մասին բոլորը պետք է իմանան, որ այն բոլոր արժեքները, որոնք թմբկահարվում են Հայաստանում, դրանք կեղծ են։ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, այդ մասին գիտեն բոլորը։ Հայաստանում խոսքի ազատություն գոյություն փաստորեն չունի, որովհետև իշխանության ներկայացուցիչը ինքն է որոշում, թե որ լրատվամիջոցի հարցին պատասխանի, որ լրատվամիջոցի հարցին ոչ։ Այսինքն, այն նույն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը արդեն պատրաստ է ԵՄ ինտեգրմանը, փաստորեն այդպես չէ։ Փաստորեն Հայաստանը չի կրում այն արժեհամակարգը,
որը ներառված է արևմտյան քաղաքական գաղափարախոսության մեջ։ Հակառակ դեպքում Անդրանիկ Քոչարյաններ պարզապես չէին լինի։ Հակառակ դեպքում Հայաստանում քաղբանտարկյալներ պարզապես չէին լինի եւ Հայաստանում իրոք կլիներ խոսքի ազատություն։ Իդեպ, շատերը խոսքի ազատությունը շփոթում են այն բանի հետ, որ մարդը ազատորեն կարողանում է արտահայտել իր կարծիքը կամ ասել այն, ինչ ուզում է։ Ոչ, հարգելի հետևորդներ, խոսքի ազատությունը այն չէ, որը երբ մարդը ազատորեն ասում է իր կարծիքը։ Խոսքի ազատությունը այն է, երբ իր կարծիքը հայտնելուց հետո որևէ հետևանք չի լինում։ Իսկ Հայաստանում այդպես չէ, մարդը այո ազատորեն հայտնում է իր կարծիքը, սակայն դրանից հետո կալանավորվում։ Հետևաբար Հայաստանում խոսքի ազատություն պարզապես գոյություն չունի, որովհետև յուրաքանչյուր բառին հաջորդում են քրեաիրավական հետևանքներ։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիների տեղաշարժին, հարգելի հետևորդներ, դերևս կհիշեք, որ ոչ վաղ անցյալում Ալիևը հայտարարում էր, որ Նախիջևանից Նախիջևան կապը պետք է տեղի ունենա անխոչնդոտ եւ որևէ մեկը չպետք է միջամտի այդ կապին։ Ադրբեջանից Ադրբեջան կապ ասելով նա հասկանում է, ավելի շուտ նա ի նկատի ուներ Սյունիքի մարզով Ադրբեջանից Նախիջևան կապը եւ նրա այդ հայտարարությունը ոչ թե միայն հայտարարություն էր, այլ հերթական պահանջ։ Ալիևը հասավ իր հերթական պահանջին։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կատարեց Ալիևի թելադրանքը։ Այսօր Հայաստանում ՀՀ եւ ԵՄ գագաթնաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է լինի անխոչնդոտ կապ Ադրբեջանից Ադրբեջան, էլի նկատի ունի Ադրբեջանից Նախիջևան կապ Հայաստանով եւ Հայաստանից Հայաստան կապ Ադրբեջանով։ Երբ որ մենք լիարժեք բացենք ճանապարհները միմյանց համար եւ այդ թվում Թուրքիայի հետ սահմանը բացվի, իսկ որ դա տեղի է ունենալու, ես ոչ մի րոպե չեմ կասկածում, դա ինձ համար շատ ակնհայտ է, դա նույնպես խաղաղության ինստիտուցիոնալացման շատ կարևոր քայլ է, ընդ որում մենք մեր ճանապարհները միմյանց տրամադրելու ենք ազատ տեղաշարժի եւ ազատ բեռնափոխադրումների երթևեկության համար երկկողմ առևտրի իմաստով Հայաստանից Հայաստան Ադրբեջանի ճանապարհով Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի ճանապարհներով ներառյալ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախճեվան ինքնավար հանրապետության միջև կապը, անխոչնդոտ կապը բոլոր դեպքերում հիմնված երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության վրա։ Հարգելի հետևորդներ, ես ավելի քան վստահ եմ, որ Հայաստանից Հայաստան կապ Նախիջևանի տարածքով անխոչնդոտ չի լինելու։ Ինչ նկատի ունեն ԿՊԱ-ականները ասելով Հայաստանից Հայաստան կապ Ադրբեջանի տարածքով։ Նրանք նկատի ունեն, ասենք, Մեղրիից գալ Երևան Նախիջևանի հատվածով։ Այդ մասին ԿՊԱ-ականները ավելի վաղ էին ասել, սակայն նման բան չի լինելու, հարգելի հետևորդներ։ Իսկ Ադրբեջանից Նախիջևան կապ Հայաստանի տարածքով անխոչնդոտ կլինի, միանշանակ կլինի եւ այդ առումով Ալիևը կարող է տոնել իր հերթական հաղթանակը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ կապը պետք է իրականանա անխոչնդոտ։ Իհարկե կրկին հղում արվեց Հայաստանի ինքնիշխանությանը եւ այլն, սակայն այս իշխանությունները մանիպուլացնում են։ Ինքնիշխանություն ասելով կամ ինքնիշխանության կորուստ ավելի շուտ ասելով ոչ ոք չէր ենթադրում, որ Հայաստանի որևէ տարածք պետք է դուրս գա Հայաստանի հատվածից եւ կցվի մեկ այլ պետության։ Իհարկե այդ տարածքը իրավաբանորեն մնալու է Հայաստանի վարչատարածքային միավորման կազմում, սակայն այն հանգամանքը, որ Հայաստանը կորցնելու է իր վերահսկողությունը կամ ամբողջական վերահսկողությունը այդ հատվածի նկատմամբ, դա հենց նշանակում է ինքնիշխանության կորուստ։ Ալիևի հերթական թելադրանքը կատարվում է, հարգելի հետևորդներ։ Ադրբեջանից Նախիջևան իրականացվող բեռնափոխադրումները
լինելու են անխոչնդոտ ասելով չպետք է հասկանալ, որ Հայաստանի իշխանությունները արգելելու են այդ կապը, ոչ, Հայաստանի իշխանությունները պարզապես զրկվելու են այդ բեռնափոխադրումները վերահսկելու հնարավորությունից։ Ալիևը իր խոսքում շեշտել էր, որ որևէ հայի չպետք է հանդիպեն։ Այդպես էլ լինելու է, հարգելի հետևորդներ, այդ կապը իրականանալու է թրիփով, թուրք-ադրբեջանական տանդեմի պնդմամբ Զանգեզուրի միջանցքով։ Այստեղ կարևոր չէ անվանումը, որովհետև որքան էլ մենք անվանենք այն թրիփ, այնուամենայնիվ այն գործում է միջանցքային տրամաբանությամբ, իսկ վերահսկողությունը հանձնվելու է երրորդ կողմի ընկերությանը։ Սա հենց նշանակում է ինքնիշխանության կորուստ։ Սա հենց նշանակում է, որ ադրբեջանցիները Սյունիքի մարզով կգնան Նախիջևան եւ այդպես էլ որևէ հայի չեն հանդիպելու։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր անվանումներով կատարում է Ալիևի հարկադրանքը։ Սա նշանակում է, որ եթե դու չես կարողանում քո կոնկրետ հատվածի նկատմամբ ամբողջական վերահսկողություն սահմանել, ուրեմն դու չունես ինքնիշխանություն այդ հատվածի նկատմամբ։ Ես չեմ պատկերացնում, որ կգտնվի գեթ մի հայ, բացի իհարկե որոշ իշխանավորներից, որոնք այդ քայլով ինչ-որ PR ակցիաներ կանեն, չի գտնվի որևէ մի հայ, որը Մեղրիից կգա Երևան Նախիջևանի տարածքով, որովհետև Ադրբեջանը չի երաշխավորելու ոչ մեկի անվտանգությունը Նախիջևանի հատվածում, թեկուզ եւ այն պատճառով, որ Ադրբեջանը Նախիջևանի հատվածում որևէ կողմի վերահսկողությունը չի լիազորել, այսինքն Նախիջևանում վերահսկողությունը ամբողջովին իրականացնելու են ադրբեջանցիները։ Նայեք, ուշադրություն դարձրեք այս հանգամանքի վրա։ Սյունիքի մարզում, Սյունիքի հատվածում, թրիփում, Զանգեզուրի միջանցքում, ոնց ուզում ենք այդ անվանենք, Սյունիքի հատվածում ադրբեջանցիների տեղաշարժը վերահսկելու է երրորդ կողմը, իսկ Նախիջևանի հատվածում հայերի շարժը կվերահսկեն ադրբեջանցիները, հետևաբար անվտանգության երաշխիքներ հնարավոր չէ որ լինեն։ Ըստ այդմ որևէ հայ Մեղրիից Երևան չի գա Նախիջևանի հատվածով։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։